Շտվածը դասընթացին, մեծ ոգևորությամբ եմ սկսում այս դասընթացը, դժվար է նույնիսկ նկարագրել ոգևորությանս չափը, քանի որ գիտեմ թե ինչ է տեղի ունենալու ձեր կյանքում այս 8 դասերից հետո, սա 3 մասից բաղկացած շարքի երկրորդ մասն է, մասերից յուրաքանչյուրն անկախ է մյուսներից, կարևոր է որ իմանաք դա, այդուհանդերձ խորհուրդ եմ տալիս անցնել յուրաքանչյուրը, առաջինը կոչվում է կանչվածը, այս մեկը օժտվածը, և վերջինը բազմապատկիր, սրանք առանձին և ինքնուրույն դասընթացներ են, պարտադիր չէ անցնել բոլոր երեքը, սակայն ես քաջալերում եմ անել դա, ցանկանում եմ սկսել մի պատմությամբ, տարիներ առաջ ինձ հրավիրեցին քարոզելու Լոս Անջելեսի երազանքի կենտրոնում, թռիչքներս սովորաբար նախատեսում եմ այնպես, որ տեղ հասնեմ շաբաթ երեկոյան, քարոզեմ շաբաթ երեկոյան կամ կիրակի առավոտյան և վերադառնամ տուն, մեր ծառայության գործընկերներից մեկն ապրում է հարավային Կալիֆորնիայում ու գիտի, որ ես գոլֆ խաղալ շատ եմ սիրում, նա զանգեց ինձ և հարցրեց, կարող եմ մեկ օր շուտ գնալ, որպեսզի գոլֆ խաղանք Ռիվիերա գոլֆի դաշտում, շատ ուրախացա, մեկ ռաունդ ստացված գոլֆից հետո վերադարձանք հյուրանոց և իմ հարուստ ֆինանսական գործընկերը ասաց, Ջոն, կարող եմ սիրտս քո առջև բացել և մի հարց տալ, ասացի իհարկե, Ջոն, այնքան շատ եմ աշխատել բիզնեսս կառուցելու համար, ասաց նա, անվերջանալի ժամեր, տարիներ ու տասնամյակներ և հասել նրան, որ մեր տարեկան շահույթը կազմում է $9 միլիոն, կինս ու երեխաներս ապահովված են, ես արդեն հատում եմ 50-ի սահմանը, ինչու պետք է շարունակեմ նույնքան տքնաջան աշխատել, որ 50 տարեկանում իմ տարեկան շահույթը հասցնեմ $35 միլիոն, Ես միանգամից ասացի, Տեր, ինձ պատասխան է պետք նրա համար, Տերն անմիջապես պատասխանեց, նայեցի նրան, անունը Սթեն էր ու ասացի, Սթեն, պատկերացրու այսպիսի սցենար, պատկերացրու, այս դեպքը տեղի է ունեցել 5-6 տարի առաջ, գրեթե 17 գիրք եմ գրել, օդանավով ճամփորդել աշխարհով մեկ, ժամային գոտիներ փոխել, բեմերից քարոզել, տարօրինակ կերակրատեսակներ կերել, որոնք համեղ էին, սակայն անսովոր իմ քիմքին, համեղ էին, սակայն ինձ համար անսովոր էին, անցել եմ իմիգրացիոն գործընթացների բոլոր բարդություններով, արդյունքում կինս և երեխաներս ապահովված են, ինչու շարունակեմ նստել օդանավեր, գնալ և քարոզել, ինչու շարունակեմ գրել գրքեր, կյանքս արդեն ապահովված և բարեկեցիկ է, նա ծիծաղեց, մեքենայում նստած էինք և նա բառացիորեն սկսեց ծիծաղել, ապա ասաց, չէի ցանկանա լինել քո փոխարեն Հիսուսին հանդիպելիս, ասացի Սթեն, քիչ առաջ դու ճիշտ նույն բանն էիր ասում, հիշում եմ թե ինչպես ժպիտը դեմքից անհետացավ, ճանապարհը թեքեց ու ինձ այնպիսի հայացքով նայեց, կարծես ասեր ինչ, ես շարունակեցի, Սթեն, իրականությունն այն է, որ Աստված իր զավակներից յուրաքանչյուրին պարգևներ է տվել, և 3 բան կա, որ մենք կարող ենք անել այդ պարգևների հետ, կարող ենք օգտագործել դրանք նրա արքայությունը կառուցելու համար, մեր օգտի համար կամ էլ բոլորովին անտեսել այդ պարգևները, ասացի, իմ պարգևները քեզ համար ակնհայտ են, ես գրում և քարոզում եմ Աստծո խոսքը, անում եմ դա աշխարհով մեկ, ասացի, խնդիրն այն է, որ քեզ համար ակնհայտ չեն քո պարգևները և դրանց կարևորությունը Աստծո արքայության կառուցման գործում, դու չես ամբողջացրել պատկերը, ապա շարունակեցի, Սթեն, Աստվածաշունչն ասում է, որ աննկատ մնացող պարգևները իրականում ավելի արժեքավոր են, ինչը նշանակում է, որ քո պարգևները կարող են ավելի արժեքավոր լինել, քան իմը, չեմ մոռանա, թե որքան դանդաղ էր նա վարում, ի վերջո կանգ առանք հյուրանոցի մոտ, դրանից 6 ամիս անց զանգեցի նրան, պարզապես մեկ օր զգացի, որ պետք է զանգեմ, ասացի, հեյ Սթեն, ինչպես ես, նա պատասխանեց, ճշմարտությունն ես ուզում լսել, ասացի իհարկե, ասաց, վերջին 6 ամիսներին ամեն օր դրական առումով տառապել եմ այն խոսքերից, որոնք ասացիր ինձ այն նորը մեքենայում, իսկ ինչ ես անում այդ առիթով, ասացի ես, ինչին Սթենը պատասխանեց, տքնաջան աշխատում եմ, որ մեր բիզնեսները տարեկան $35 միլիոն և ավելի շահույթ ունենան, որպեսզի կարողանամ տալ և կառուցել Աստծո արքայությունը, խոսքը հենց սրա մասին է, դուք, այս դասընթացը դիտողներից շատերդ, ունեք պարգևներ, որոնք չեք գործածում, դրանք քնած են, քանի որ դուք չեք ամբողջացրել պատկերը այնպես, ինչպես Սթենը չէր ամբողջացրել այն, այս դասընթացի նպատակն է գտնել և զարգացնել այդ պարգևները,
որպեսզի դուք մտնեք ձեր կոչման լիության մեջ։ Այս եւ այլ բաների մասին խոսելու ենք այս դասընթացի շրջանակներում։ Նախ եւ առաջ սովորելու ենք, որ ոչ թե ոմանք, այլ բոլորը, այդ թվում նաեւ դուք, օժտված եք հատուկ նպատակի համար։ Աստծո կողմից տրված պարգևների մեծ մասը անմիջականորեն կապված չեն եկեղեցական հավաքույթների հետ։ Այս պատճառով շատերը չեն գիտակցում, թե որքան կարևոր են իրենց պարգևները, քանի որ դրանք ուղղակիորեն առնչություն չունեն եկեղեցական համաժողովների կամ կիրակնորյա ծառայությունների հետ։ Երրորդը, կան մեծ թվով պարգևներ, որոնք Աստված տվել է իր ժողովրդին, բազմահազար պարգևներ։ Չորրորդը, ես եւ դուք այդ պարգևների տնտեսներն ենք։ Ինչ է նշանակում լինել տնտես։ Այս թեման եւս քննարկելու ենք։ Հինգերորդը, ինչպես բացահայտել Աստծուց տրված պարգևները։ Սրա մասին էլ ենք խոսելու։ Վեցերորդը, ինչպես զարգացնել մեր պարգևները։ Թույլ տվեք մի բան ասել, այս դասընթացի շրջանակներում քննարկելու ենք թե հոգևորը, թե գործնականը։ Ինչու հոգևորը, քանի որ եթե բացենք Հռոմեացիների 12-րդ գլուխը, կտեսնենք, որ Աստծուց տրված գերբնական պարգևները գործում են հավատքի չափով։ Կարծեմ 6-րդ խոսքում է գրված, դեռ կվերադառնանք դրան։ Սակայն կա նաև պարգևի բացահայտման եւ զարգացման գործնական կողմը։ Երկու կողմն էլ քննարկելու ենք։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես արդյունավետորեն գործածել այդ պարգևները։ Եվ ի վերջո կհասկանանք եւ կմշակենք ուշադիր ճիշտ դրդապատճառ այդ պարգևները գործածելու համար, այլ կերպ ասած, մեր մտադրությունները, մեր դրդապատճառները։ Ահա թե ինչից ենք խոսելու 8 դասաժամերի ընթացքում։ Շատ կարևոր է անցնել դրանցից յուրաքանչյուրով, քանի որ յուրաքանչյուրն ունի հստակ նպատակ։ Ավելի խոր ուսումնասիրության համար կարող եք ընթերցել X բազմապատկիր Աստծուց քեզ տրված ներուժը գիրքը, որից էլ վերցված է այս դասընթացը։ Գրքում ավելի խորն եմ անդրադառնում նշված թեմաներին, այնպես որ եթե ձեզ դուր է գալիս այս դասընթացը, ապա անպայման ընթերցեք գիրքը, որտեղ քննարկվում է ավելին։ Շատ լավ, սկսենք։ Բացելու եմ քրիստոնյաներին քաջ ծանոթ Սուրբ գրային համար, Եփեսացիների 2:8 եւ 9։ Բոլորս գիտենք այն, որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով։ Եվ սա ոչ թե ձեզնից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Կարծում եմ, որ նույնիսկ 2-3 շաբաթ առաջ փրկված մարդը գիտի այս խոսքը։ Մենք շնորհքով ենք փրկված, եւ դա մեզնից չէ, մեր բարի գործերի շնորհիվ չէ, այլ այն ամենի շնորհիվ, ինչ Հիսուսն արել է մեզ համար։ Սակայն այս աստվածաշնչյան խոսքից հետո մարդիկ հաճախ թերանում են խոսքերն իրար կապելու հարցում։ Անմիջապես հաջորդ խոսքում իսկ մենք պետք է հիշենք, որ Աստվածաշունչը չի գրվել գլուխ առ գլուխ կամ համար առ համար։ Եղել է մեկ երկար նամակ, որը եկեղեցին հետագայում կարծեմ 14-րդ դարում բաժանել է գլուխների եւ համարների։ Այս հայտնի խոսքերին հաջորդող խոսքը, որը գրված է 10-րդ համարում, սկսվում է որովհետև կամ քանի որ բառով։ Որովհետևը կապ է եւ նշանակում է ինչ որ բանի պատճառով։ Այսինքն, Պողոսն իր նախորդ միտքը չէր ավարտել։ Շատ լավ է, որ մենք միշտ մեջբերում ենք այդ երկու խոսքերը, սակայն սովորաբար կանգ ենք առնում այս պատճառով խոսքից առաջ։ Իսկ ինչ է ասվում շարունակության մեջ։ Որովհետև նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար։ Ուշադիր եղեք այստեղ, ինչի համար ենք ստեղծված, բարի գործերի համար։ Լավ, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Գրված չէ նրանցում կվարվենք, այլ նրանցում վարվենք։ Այստեղ նշանակություն ունի մեր ազատ կամքը, նշանակություն ունի մեր հնազանդությունը։ Աստված քեզ համար ինչ-որ բան է նախատեսել, սակայն դու պետք է որոշես, քայլելու ես այն կոչման մեջ, որ նա նախապես պատրաստել է քեզ համար, մինչև աշխարհի ստեղծումը, մինչև կձևավորվեիր քո մոր որովայնում։ Աստված քեզ համար հատուկ ծրագիր ունի։ Կարևոր չէ, թե ինչպես ես լույս աշխարհի եկել։ Եթե ծնվել ես, ինչպես հասարակությունն է ասում, ապօրինաբար, միևնույն է, ծնվել ես նպատակայնորեն եւ որոշակի նպատակի համար։ Սա ճիշտ այն է, ինչ Սուրբ Գիրքն է ասում։ Իսկ գիտեք ինչ է ասում խոսքը։ Մենք շնորհքով փրկված ենք լինելու Աստծո զավակ։ Սակայն մենք նույնպես ուշադիր եղեք այստեղ։ Մենք նույնպես զորացած ենք նույն այդ շնորհքով ինչ որ բան անելու։
Դուք առաքելություն ունեք երկնքից, պատկերացրեք գործակալ եք ուղարկված երկնքից դեսպան, ում Աստված պատրաստել է այս փառահեղ աշխատանքի համար։ Եվ գիտեք թե էլ ինչ է արել նա տվել է ձեզ գործիքներ իրականացնելու իր տված հանձնարարությունը։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարանը Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Մենք կանչված ենք, բոլորս ենք կանչված։ Եկեք մի քանի սուրբ գրային խոսք ընթերցենք, որպեսզի արմատապես հասկանանք սա։ Երկրորդ Տիմոթեոսի 1:9-ում ասվում է. Աստված, որ փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց, ուշադրություն դարձրեք կանչեց բառին։ Այն կոչումը, որ կա ձեր կյանքի համար սուրբ է, ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության եւ շնորհքի համեմատ, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսում հավիտենական դարերից առաջ։ Սա գրված է 2 Տիմոթեոսի 1:9-ում։ Տեսեք թե ինչ է գրված առաջին Կորինթացիների 1:26-ում։ Հենց ձեր կոչումին նայեք։ Մենք պետք է կարողանանք տեսնել այն, մենք պետք է իմանանք այն։ Եփեսացիների 4:1, քանի որ դուք կանչված եք Աստծո կողմից։ Առաջին Կորինթացիների 7:20, ամեն մեկը թող մնա նույն այն կոչման մեջ, որի մեջ կանչվեց։ Հռոմեացիների 11:29, որովհետև Աստծո պարգևները, ահա եւ դրանք միասին են գործածված, Աստծո պարգևները եւ կոչումը անվերադարձ են տրված, դրանք անփոփոխ են։ Գիտես թե ինչ է նշանակում սա քեզ համար, եթե դու 35 տարեկան ես եւ դեռևս չես քայլում Աստծուց տրված քո կոչման մեջ, կոչումն անփոփոխ է, այլ կերպ ասած դեռ ժամանակ կա դրա մեջ ներգրավվելու։ Գիտեիք, որ Մովսեսն իր կոչման մեջ ոտք չդրեց մինչեւ 80 տարեկան հասակը։ Սմիթ Վիգլսվորթը 20-րդ դարում ավետարանի ամենամեծ ծառայողներից մեկը իր կոչման մեջ ոտք դրեց, երբ արդեն 50-ն անց էր։ Մինչ այդ նա ջրմուղագործ էր։ Երբեք ուշ չէ, ահա թե ինչու եմ իսկապես խորհուրդ տալիս անցնելու կանչվածը դասընթացը, այն մասնավորապես դրա մասին է խոսում։ Իրականում դա Messenger International-ի մեր ամենահայտնի դասընթացներից է։ Հիմա մի բան եմ ուզում ասել, որը կարծում եմ շատերը այս ճշմարտությունը մարդիկ շրջանցում են։ Պատրաստ եք։ Ահա այդ ճշմարտությունը։ Երբ մենք մտնում ենք մեր կոչման մեջ եւ օգտագործում մեր պարգևները, դա լիցքավորում եւ ուժեղացնում է մեզ։ Տեսեք թե ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Հիսուսն այս պնդումն արել է Հովհաննեսի 4:34-ում. Իմ կերակուրը, ինձ հետ միասին բարձրաձայն ասեք կերակուր։ Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ եւ նրա գործը կատարեմ։ Հիսուսը հանձնարարություն ուներ։ Մեզնից յուրաքանչյուրը հանձնարարություններ ունի։ Հիսուսն ասաց. իմ կերակուրն այն է, որ կատարեմ ու ավարտին հասցնեմ դա։ Այստեղ ուշադիր եղեք։ Հովհաննեսի 20:21-ում Հիսուսն ասում է. ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Ուստի այնպես ինչպես Հիսուսն ուներ որոշակի հանձնարարություն եւ այն կատարելն իր համար կերակուր էր, մենք եւս ունենք հանձնարարություն եւ այն կատարելը կերակուր է մեզ համար։ Հիմա լսեք, սա հրաշալի է, պատրաստ եք, ինչ է կերակուրն անում մեզ համար։ Կերակուրը մեզ ուժ է տալիս։ Այն լիցքավորում է մեզ, փոքրիկ փորձարկում արեք։ Օրինակ, երկուշաբթի օրն ինչ որ բան կերեք, սակայն գալիք 4 օրերին ոչինչ մի կերեք։ Որքան էներգիա կունենաք, որքան ուժ կունենաք։ Լավ, մեր կյանքում Աստծո կամքը կատարելը ամրացնում է մեր ներսի մարդուն։ Մի բան պետք է ասեմ ձեզ, շատ ծանր սրտով եմ սա ասում, 35 տարի է ծառայության մեջ եմ եւ նկատել եմ, որ կա մի բան, որը մարդկանց ստիպում է ավելի արագ նահանջել։ Դա նրանց ծույլ եւ անտարբեր մոտեցումն է Աստծո կոչմանը իրենց կյանքի համար։ Հիշում եմ, երբ երիտասարդ էի եւ օգնում էի Լեսթեր Սամրալին։ Լեսթեր Սամրալը Աստծո մեծ մարդկանցից էր 20-րդ դարում։ Մի քանի անգամ պատիվ եմ ունեցել հյուրընկալելու նրան մեր եկեղեցում։ Նա ներս էր մտնում, էներգիայով լեցուն։ Միանգամից 3 գիրք էր գրում եւ այդ ընթացքում աստվածաշնչյան դասընթաց անցկացնում։ Այնքան շատ էներգիա ուներ, որ բառացիորեն սպառում էր իր հետ ճամփորդող բոլոր երիտասարդներին։ Նա լի էր կյանքով եւ էներգիայով, քանի որ անում էր այն, ինչի համար Աստված իրեն ստեղծել էր։ Այսպիսին կարող ես լինել նաև դու։
Եթե զգում ես հոգնածություն, անտարբերություն, ծուլության եւ մոտիվացիայի պակաս, ապա պետք է ստուգես, արդյոք իսկապես անում ես այն, ինչի համար Աստված կանչել է քեզ, քանի որ դա քո կերակուրն է, դա այն է, ինչը լիցքավորում է քեզ։ Այսպիսով, եկեք քննարկենք այս թեման։ Աստված քեզ համար նախապատրաստել է գործ, կոչում եւ տվել է համապատասխան գործիքներ։ Այստեղից էլ սկսվում է պարգևների թեման, լավ։ Եթե ցանկանում եք ավելին իմանալ կոչման մասին, դիտեք կանչվածը դասընթացը։ Եկեք խորհենք։ Երբ ատամս բուժելու կարիք ունեմ, չեմ գնում ակնաբույժի մոտ։ Ակնաբույժը չունի իմ ատամը բուժելու համար անհրաժեշտ գիտելիքն ու գործիքները։ Ապա ուր եմ գնում։ Գնում եմ ատամնաբույժի մոտ, այնպես չէ։ Երբ տուն կառուցելիս խնդիր եմ ունենում լուսային սարքերի հետ, ջրմուղագործին չեմ կանչում։ Ջրմուղագործը անհրաժեշտ գործիքները եւ գիտելիքը չունի այդ աշխատանքի համար։ Մեզնից շատերը հիասթափվում են, քանի որ Աստված տվել է պարգևներ, գործիքներ մեր կոչումների համար, իսկ մենք այլ բան ենք անում։ Արդյունքում դառնում ենք անտարբեր։ Չենք ունենում էներգիա եւ դժվարությամբ ենք անում այն, ինչ անում ենք։ Ինչու, որովհետեւ մեր ունեցած գործիքները այլ բանի համար են նախատեսված։ Պատկերացրեք գնում եմ թենիսի մրցաշարի, լավ։ Թենիսի USTA մրցաշարին եւ բացի ատամնաբուժական գործիքներից ոչինչ չեմ վերցրել։ Հիասթափվելու եմ։ Քլունգով կամ նման այլ գործիքով չի հաջողվի լավ հարված հասցնել թենիսի գնդակին։ Հետևաբար շատ կարևոր է հասկանալ, որ այն գործիքները, որոնք Աստված տվել է մեզ, օգնում են կատարելու այն, ինչի համար նա կանչել է մեզ։ Այո, ահա թե ինչու է այդքան կարևոր բացահայտել ձեր պարգևները եւ գործել դրանց համաձայն։ Առակաց 18:16-ում ասվում է. մարդու պարգևը տեղ է բացում նրա համար եւ նրան տանում է մեծամեծների առջև։ Տեղ բացելը շատ հետաքրքիր արտահայտություն է։ Ըստ բառարանի դրան համարժեք եբրայերեն բառը նշանակում է ընդլայնել։ Լավ, այն նշանակում է ընդլայնել, լայն բացել։ Նշանակում է ապրելու տեղ կամ տարածք ստանալ։ Ուստի ինչ է անում Աստծո պարգևը ձեր կյանքում։ Այն ճանապարհ է բացում կամ ստեղծում, որպեսզի դուք մտնեք այն բանի մեջ, ինչի մեջ լավագույնս եք դրսևորվելու։ Այն բառացիորեն տեղ է բացում։ Այն ձեզ համար ճանապարհորդելու հնարավորություն է ստեղծելու, ինձ սա դուր է գալիս։ Քրիս Փեյսը, նրան կհանդիպենք վերջին դասին, մի արտահայտություն է արել, որը կարծում եմ շատ զորավոր է։ Նա ասում է. երբ բացահայտում ես պարգևներդ, սկսում ես շարժվել ճիշտ ուղղությամբ, ընթանալ ճիշտ ճանապարհով, իսկ երբ զարգացնում ես պարգևներդ, աճում ես ճիշտ ուղղությամբ։ Թույլ տվեք կրկնել, խիստ կարևոր է սա հասկանալը, երբ բացահայտում եք ձեր պարգևները, սկսում եք շարժվել ճիշտ ուղղությամբ, ճիշտ է, բացահայտում եք եւ ճիշտ ուղղությամբ եք շարժվում, երբ զարգացնում եք ձեր պարգևները, աճում եք ճիշտ ուղղությամբ։ Առակաց 22:29-ում գրված է. եթե ունես առանձնահատուկ պարգև։ New King James թարգմանությունում ասվում է. եթե գերազանց լինես քո պարգևի մեջ, ապա կբարձրանաս եւ հետ չես մնա։ Ուստի, եթե գերազանց ես քո պարգևների գործածության մեջ, ապա Աստված ասում է կբարձրանաս։ Հիշում եք, ասացինք, որ երբ բացահայտում ես պարգևներդ, սկսում ես շարժվել ճիշտ ուղղությամբ։ Եթե զարգացնում ես պարգևներդ, բարձրանում ես։ Օրինակ Դավիթ թագավորը, երբ պատանի էր, տավիղ էր նվագում։ Նա ուներ տավիղ նվագելու տաղանդ, նա օժտված չէր միայն որպես պատերազմող, նա օժտված էր որպես տավիղահար, եւ նա դա անում էր գերազանցությամբ։ Այլ կերպ ասած, կարող ես ունենալ պարգև, սակայն եթե այն անտեսես, չես կարողանա գերազանց լինել դրանում։ Հավանաբար Դավիթը արոտ էր տանում գառներին եւ վերցնում իր տավիղն ու երգեր երգում Տիրոջը, սակայն երբ թագավորին կամ որևէ այլ կարևոր անձի հմուտ երաժիշտ էր անհրաժեշտ, Դավիթը առաջինն էր, ում խորհուրդ էին տալիս դիմել։ Ինչու՞։ Նրան դիմել խորհուրդ չէին տա, եթե նա չաշխատեր այդ պարգևի ուղղությամբ։ Ահա թե ինչու է կարևոր կենտրոնանալ եւ զարգացնել պարգևները, ինչու, որպեսզի կարողանաք բարձրանալ այն ասպարեզում, որտեղ Աստված կանչել է ձեզ։ Որպես եզրափակում կասեմ հետեւյալը. ինչ կանեիք, եթե ինչ-որ մեկը մոտենար ձեզ եւ ասեր. ես գիտեմ մի գաղտնիք, որը կօգնի քեզ գերազանցելու քո բոլոր բնական կարողությունները։ Այդ գաղտնիքը քչերը գիտեն։ Կցանկանայիր իմանալ, թե որն է այդ գաղտնիքը։ Հենց այդ գաղտնիքի մասին էլ խոսելու եմ։ Նման գաղտնիք իրականում գոյություն ունի, սակայն այդ մասին հաջորդ դասին։
Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։